Տիկին Մելիքյան արդեն շուրջ 5 տարի է դատարանների դռներն են զոհվածների ծնողները փորձում են մեղավորներին գտնել։ Այսօր Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստն է։ Միթե միայն Ջալալ Հարությունյանն է մեղավոր ձեր երեխաների զոհվելու մեջ։ Տեսեք, մեղավոր են բոլորը։ Ես մեկ առիթով ասել եմ, մի երկրում, որտեղ միայնակ մոր մինուճար երեխային վերջին սերմնացում տանում են եւ մորթում են, այդտեղ մեղավորը պետությունը, հասարակությունը, հանրույթը, մի խոսքով բոլորը։ Եվ հավատացեք, չեն էլ ամաչում, շատ հանգիստ նայում են աչքերին։ Բայց կոնկրետ այս մեր դեպքով, այո, գլխավոր մեղավորը Ջալալ Հարությունյանը, կան ուրիշ մեղավորներ ևս, գիտեք, Գևորգ Գևորգյանը այժմ կանոնավորված է, արդեն բավականին տևական ժամանակ։ Մենք ունենք նաև այլ մեղավորներ, որոնց նկատմամբ ևս ուզում ենք ուրեմն իրականացնենք արդարադատություն, բայց կոնկրետ Ջալալ Հարությունյանը գլխավոր մեղավորն է, որտեղ եթե չլիներ իր հրամանը, այն է մերոնք են, ուրեմն տեղի հրամանատարական կազմը, որը այնուհետև Ջալալ Հարությունյանի տված հրամանի արդյունքում ստեղծված քաոսի հետևանքով եւս խաղներ է թույլ տվել, որովհետև ի վիճակի չի եղել ճշգրիտ գնահատել իրավիճակը։ Ուրեմն այո, Ջալալ Հարությունյանը մեղավոր է եւ դա արդեն գիտեք Գորիսի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հաստատված է նրա մեղավորությունը, որովհետեւ եթե չլներ այդ հրամանը, մեր տղաները ողջ կմնային։ Եվ դրա ապացույցն այն է, որ 3 շաբաթ տևած այդ դժոխքում մեր դիվիզիոնը շատ հաջողությամբ հանդես է եկել, նույն հրամ կազմը, որը այնուհետև Ջալալի հրամանի հետևանքով չի հասկացել, թե ինչ անի, թե ամեն ինչ փորձել է, գիտեք, դրանից 1 օր առաջ դիվիզիոնը հետ է քաշել ջրաշխարհի տարածք, այնուհետև իրենց նորից ստիպել են գնալ առաջ։ Այդ ժամանակ, երբ որ նկատել են մոտեցող խմբավորումը, իրենք նորից կապվել են եւ ասել են մենք կարող ենք հիմա տեղափոխվել ապահովտեղ, եթե մերոնք կլինեն, կվերադառնանք։ Բայց շտաբից կոնկրետ Ջալալ Հարությունյանը եւ Գենադի Բաղդասարյանը հրետանուպետը ստիպել են, որ ոչ մնում եք, դա հաստատ մերոնք են, նոր թիրախներ են տվել ավելին, այսինքն հրամայել են շարունակել առաջադրանքների կատարումը, ինչի հետևանքով նորից եմ կրկնում հրամանատարական կազմը վստահ է եղել, որ յուրայինները իրեն չեն խաբում։ Երբ զոհերի մասին խոսք է գնում, Նիկոլ Փաշինյանը ասում է, մենք մեղավոր չենք պատերազմի հետ կապված, ուղղակի մեր կառավարումը համընկել է պատերազմի հետ։ Ես նոր ասացի, բոլորն են մեղավոր, առավել եւս այս անձը, որը հիշում եք, լկտիաբար հայտարարեց, որ մենք կարող ենք ունենալ նույն իրավիճակը, բայց առանց զոհերի, եւ մոտ հարց է նորից առաջանում, այդ դեպքում ինչի տարած, ինչ մեր ոսկե սերունդը մորթեցիք։ Մեղավոր է Նիկոլ Փաշինյանը, մեղավոր է այն քաղաքական մեծամասնությունը, որը թույլ տվեց, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, հիշում եք։ Եվ գիտեք, բարքերն ու կարգերը նույնն են, ինչպես նրանք էին այն ժամանակ ասում մենք մեծամասնություն ենք, ինչ կուզենք կանենք, նույնը անում ենք հիմա Նիկոլը, ավելի խտացված, ավելի այլասեր, ավելի այլանդակ ձևով։ Դա բնական, այսպես ասած, էվոլյուցիա է, ինչ ունեցել ենք, դա գնալով կուտակվել է, գնագունդը մեծացել է եւ ունենք ինչ որ ունենք։ Բայց վերադառնալով Ջալալ Հարությունյանի այս պատավարությանը, տեսեք, մեզ մոտ արդեն այսօր 4-րդ քիչն է նշանակված։ Մենք բավականին ուրեմն արդեն ժամանակ առաջ պետք է այս վերաքննիչ դատարանիկումը հաղթահարած լինենք, եթե Ջալալ Հարությունյանը մի փոքր գոնե արժանապատվություն ունենար եւ ամեն կերպ չփորձեր ձգձգել նիստերը։ Դուք գիտեք, որ դատական վերդիկտը կայացնելուց հետո Գորիսի դատարանի դատական վերդիկտն սկսեց դատարանին մեղադրել ներառյալ Գարիկ Աբելյանին դատավորին վճիռը կայացնող ուրեմն անկողմնակացան ուրեմն մեջ նրան հայտնեց, այսպես ասած, անվստահություն, որի հետ դատարանը անկողմնակալ չի եղել, այնուհետև այս վերջերս նա ուրեմն անվստահություն հայտնեց իր իսկ փաստաբաններին, թեև գիտեք զավեշտը որ նա որ փաստաբանների բերած բողոքի չի հրաժարվում, բայց փաստաբաններին անվանում անպրոֆեսիոնալ եւ այսօր ինչ փաստաբաններ գտնվելու պատրվակով նա կարողացավ մի քանի նիստ հետաձգել։ Իսկ այսօր ինչ նիստ է։
Հիմա այսօր հերթական նիստն է, եթե նա նորից հերթական խաղը չխաղա, հերթական այսպես ասած ինչ-որ մի նոր միջնորդություն չներկայացնի, որպեսզի այս նիստը ևս չեղարկվի, ուրեմն ես հույս ունեմ, որ այդ բերված միջնորդությունները, բողոքները դատարան կարողանան քննել եւ մենք շատ արագ կհաղթարենք այս փուլը եւ կգնանք վճարել։ Դատարանը քննելու է իրենց վերաքննիչ բողոքը։ Իրենք էլ են բողոք բերել, մենք էլ մեր բողոք այն է, որ 5.5 տարի շատ զարելի պատիժ է, բաժնաչափ է մի մարդու համար, ով իբր թե ամբողջությամբ 20 մարդու կյանք է խլել եւ իսկապես դա ծաղելի է եւ ավելի ծաղելի է այն, որ հոկտեմբերի 12-ին այս տարվա դրամն է վաղեմության ժամկետը։ Այսինքն մարդու կյանքը 20 մարդու կյանք ունի վաղեմության ժամկետ հաստատել։ Եվ Ջալալը դրա համար է դիտվում, որպեսզի հասնի այդ վաղեմության ժամկետին։ Իսկ դուք ունեք մտահոգություն, որ հենց վաղեմության ժամկետով նրա մեղադրանքը օրենքը այդպեսին է։ Իսկ իրեն բողոքը, իրենց բերած բողոքը հայտնի փաստաբանների ու միտինգ հրաժարվել է, այն է, որ իրեն կամ արդարացնեն, կամ եթե չեն կարողանում արդարացնել, ապա իրեն տան պայմանական պատիժ, քանի որ ինքն ունի առողջական խնդիրներ, իբր թե, բայց մենք տարի ու կես գնացել ենք, Գորիս եկել ենք, ինքը գրեթե բոլոր նիստերին եկել է, մեզանից ավելի առողջ է, ավելին ասեմ, նա իր այդ վիրավորումից հետո այսպես կոչված, գիտեք, Պաշտպանության բանակի հրավադարի պաշտոնից ազատվելուց հետո նշանակվել էր Հայաստանի Հանրապետության բանակի վերահսկողության պետ։ Եվ կատարում էր այդ պարտականությունները, մինչև որ մեր գործը արդեն գնաց դատարան եւ նրան ասեցրեցին։ Այսինքն այդ պահով եւս նա առողջ է, ավելին ունի 2 տարեկան երեխա։ Եթե վաղեմության ժամկետով գործը այդ հանգուցալուծմանը գնա, ինչ է սպասվում Ջալալ Հարությունյանին։ Գիտեք ինչ, ես հիմա չեմ ուզում շատ այսպես էլի կենացի ոճով բաներ ասել, բայց եթե արդարադատությունը չիրականանա, եթե մենք չհասնենք նրան, որ վերջապես մեր երեխաների հոգիները գոնե մի փոքր հանգստանան, ես ամեն ինչ մտածում եմ, անգամ վենդետաներ, որովհետև այս համակարգը եւ այս պետությունը այդ պարագայում մեզ այլընտրանք չի թողնի